Շնորհակալություն, հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Քիչ առաջ ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր այստեղ այս ամբիոնից հայտարարեց, որ իշխանության վարկանիշը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշը ցածր է Գյումրիում, Փարաքարում, այլուր եւ հետեւաբար իշխանությունը դժվարությամբ կկարողանա կամ գուցե չկարողանա մեծամասնություն ձևավորել Գյումրու թիմ ընտրությունների արդյունքների բերումով։ Իշխանության վարկանիշը ցածր է, ու սա ասում է մի քաղաքական կուսակցության ներկայացուցիչ ու մի խմբակցության ներկայացուցիչ, որի անդամները, որի արբանյակները, սատելիտները, այսպես ասած, տոննաներով գումար ու չգիտեմ էլ ինչ են ծախսում, որպեսզի փորձեն ամեն կերպ ձևացնել, թե իբր կապ չունեն իրենց քաղաքական առաջնորդի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սա ասում է մի խմբակցության ու կամ մի ընդդիմադիր թևի ներկայացուցիչ, որի անդամներից մեկը հենց իր կողքին նստող նախկին падգամավորը նույն դաշինքի Հայաստան խմբակցության, ինչ որ դուրս է եկել նոր կուսակցություն է բացել, որը ի սկզբանե պետք է որ առնչություն չունենար իրենց դաշինքի առաջնորդի Ռոբերտ Քոչարյանի հետ, խոսքը Անդրանիկ Թևանյանի մասին է, Հայաստան խմբակցության նախկին падգամավոր Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ հետևորդ, ու փորձում է դրանով մասնակցել Երևանի ընտրություններին, Գյումրու ընտրություններին, փորձելով խաբել ու մոլորեցնել մեր քաղաքացիներին, ձևացնելով, թե իրենք այդքան էլ կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իշխանության վարկանիշը ցածր է, իսկ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանինը բարձր, ասում են մյուս խմբակցության падգամավորները, պատիվ ունեմի падգամավորները, որը եթե չեք հիշում, սիրելի քաղաքացիներ, ընտրություններին մասնակցում էր Սերժ Սարգսյանի եւ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։ Եվ ահա Տարոն Մարգարյանի, Հայկ Մամիջանյանի, մյուս կարկառուն հանրապետականների կողքին նստող մեկ ուրիշ падգամավոր, Մարտուն Գրիգորյանը մասնակցում է Գյումրու ընտրություններին, կրկին պնդելով, որ ինքը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի։ Սիրելի քաղաքացիներ, ես ձեզ վստահեցնում եմ, ցանկացած մի բան, որը փորձ է արվում անել մարդկանց խաբելով, որը փորձ է արվում անել դիմակավորված, որը փորձ է անել կեղծիքով, չի կարող ունենալ լավ նպատակ։ Եվ ահա չի կարող կեղծիքով ու Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ կապերը թաքցնելով ցանկացած մի թեկնածու գալ իշխանության Գյումրիում կամ ցանկացած այլ համայնքում ու գործել բարիք, դա ուղղակի ֆիզիկապես անհնար է։ Չեմ խոսում նաև մյուս թեկնածուների մասին Գյումրիում, այնտեղ հայտնի մի դերասան կամ պրոդյուսեր էլ կա, որին ուղիղ կերպով աջակցում է հանրապետական կուսակցությունը եւ որը նորից ամեն կերպ փորձում է պնդել, թե ինքը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի։ Կատարյալ աբսուրդ ու կատարյալ սուտ ու կատարյալ կեղծիք, սիրելի գյումրեցիներ։ Ընդդիմությունը Սերժա Քոչարյանական դաշինքը որպես այդպիսին փորձ է անում Գյումրիում ստանալ հետևյալ պատկերը՝ բոլորը ընդդեմ մեկի, եւ այդ բոլորը սիրելի գյումրեցիներ գործում են մեկի դեմ եւ այդ մեկը դու ես, իսկ բոլորը իրենց հայտնի լափամանով ու իրենց հայտնի հարստացման ճանապարհով։ Շնորհակալություն։